Այսօրվա դեպքը, որը ուզում ենք ներկայացնել, շատ հազվադեպ դեպքերից է եւ երբեմն միջազգային նույնիսկ կոնֆերանսներին հատուկ ռուբրիկա կա, կոչվում է գիշերային մղձավանջներ բժշկության մեջ, այս դեպքում ուրոլոգիայի վիրաբուժության մեջ։ Շատ հազվադեպ դեպք է, երբ որ պացիենտը ունենալով մեկ երիկամ քարերի պատճառով 5 տարի առաջ այլ երկրում դրել են իզոցորոնային ստենտ եւ կարելի ասել մոռացել են ճակերտավոր եւ հիմա ինքը ներկայացել է մեր մոտ եւ ամբողջ այդ միզուղին սկսած երիկամի վերին գավաթից մինչեւ միզապարկ ստենտի վրա ձևավորվել են շատ կարծր եւ մեծ ճյուղավորված քարեր, որից միզապարկի քարը միայն մոտավորապես 10 սանտիմետրի չափ է։ Այսօր փուլային վիրահատություններից առաջինը կկատարենք, փորձենք հեռացնենք միզապարկում գտնվող մեծ քարը ստենտի այդ ֆրագմենտով, որը հիվանդի ամենաշատ գանգատ հանդիսացող պատճառներից է։ Բացի տարբեր ցուցումներից եւ որոշում ընդունելուց, թե եթե մի հիվանդին մի քանի վիրահատություն է պետք, որտեղից սկսել, կամ մի քանի կողմանի վիրահատություն, վերջի ցուցումը լինում է, թե որն է ամենաշատը անհանգստացնում իրեն։ Այս դեպքում այս պացիենտին ամենաշատ անհանգստացնող մասը միզապարկի մեծ քարն է, որը կսկսենք վիրահատությունը դրանից։